Ուրեմն Ռուսաստանի Դաշնությունում, հարգելի բարեկամներ, ինչքան գիտեմ, ապրում է միլիոնից ավել Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ։ Բայց մեր կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է մարդկանց, որ Հայաստանի Հանրապետությունում ընտրական իրավունք ունեցող ցուցակների մեջ գտնվող մարդիկ 2 միլիոն մոտավորապես 600,000-ի կարգի են։ Հետաքրքիր է այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ապրել են Ռուսաստանում, ոչ միայն Ռուսաստանում, արտերկրում, ինչու այդ մարդկանց անունները ցուցակներից չեն հանվում։ Հարցը շատ կարևոր է եւ ինչքան էլ կարևոր է, ինչքան էլ բարդ է, այդքան էլ հարցի պատասխանը ակնհայտ է։ Ես վերջերս զրուցում էի մի հրաշալի մասնագետի հետ, ում ներկայացրած խումբը մեծ հետազոտություն էր անցկացրել դեմոգրաֆիական Հայաստանի Հանրապետությունում, հարցազրույցեր, ինքը մինչև իմ զրուցելը հարցազրույց էր տալիս Civilnet-ի լրագրողին, ով մի քանի անգամ հարցնում է ձեր հետազոտությունների արդյունքում Հայաստանի Հանրապետությունում ինչքան մարդ է ապրում եւ հրաշալի մասնագետը խելոք մասնագետ այդպես է չի պատասխանում այդ հարցին։ Իմ այն հարցին թե լավ, ինչու դուք հարգելի Տիգրան այս հարցին այնուամենայնիվ չանդրադարձաք, ես լսեցի մի պատասխան, որ թվերը մի քիչ տարբեր են եւ լսեցի այսպես տողատակերում, որ դա այդ հարցը գտնվում է, սա ինքը ինձ ուղիղ չպատասխանեց, ես բայց այդպես հասկացա, որ այդ հարցը գտնվում է փակ տիրույթում։ Ավակ ընկերներիցս մեկի հետ էի զրուցում մի 2-3 շաբաթ առաջ, ով 2013 թվականին Ժառանգության կուսակցության այստեղի պատասխանատուն էր։ Ասում է Արթուր ջան, Ռաֆին ուներ Գյումրիում մոտավորապես 70% ձայն, մինչև հասանք Երևան թվերը փոխվել էին։ Ռաֆինը դարձել էր մոտ 35, Սերժիկինը 60-ի կարգի։ Եվ ահա, հարգելի բարեկամներ, այսպես 30 տարի իշխանությունները մի կողմից կեղեքել են Հայաստանի Հանրապետությունը, բարձր մակարդակով, միջին մակարդակով, ցածր մակարդակով եւ ընտրությունների միջոցով ոչ մի իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ռոբերտ Քոչարյանի զավակը անամոթաբար դաշնակ մաշնակների հետ երբ չափչփում է մարզերում, ասում է ընկեր իշխանին հարցնում էին, թե բա ընտրություններով իշխանափոխություն չի եղել, ես էլ ասում եմ, բա փողոցով էլ իշխանափոխություն չէր եղել 18 թվականին է ասում, անամոթաբար։ 18 թվականին Հայաստանի Հանրապետության իշխանությունները Ազգային անվտանգության ծառայության միջոցով բեմականացրեցին հեղափոխություն, Լևոն։ Դա իշխանափոխություն չի եղել։ Դա ոչ միայն հեղափոխություն չի եղել, դա իշխանափոխություն էլ չի եղել։ Հիմա 30 տարուց ավել, հարգելի բարեկամներ, մենք գտնվում ենք այս իրավիճակում, ամեն անգամ ընտրություններից առաջ դուրս են գալիս, ինչ որ հեքիաթներ են պատմում, ընտրություններից հետո գնում է արդեն տորգը եւ բարի ընթացք Հայաստանի Հանրապետություն։ Վերջին ընտրություններից հետո, հարգելի բարեկամներ, 21 թվականին, երբ օրերն էին հաշվում, ուզում եմ ձեզ հիշեցնել, որ Արցախում տեղի է ունեցել էթնիկ զտում։ Եվ այդ էթնիկ զտման պատասխանատուն առաջին սահմանադրական պատասխանատուն Հայաստանի Հանրապետության պարլամենտն է։ Պարլամենտ, որը կազմված էր Թևանյան Անդրանիկից, պարլամենտ, որը կազմված էր Իշխան Զաքարյանից, Տարոն Մարգարյանից, Արամ Վարդևանյանից, Արմեն Գևորգյանից, Իշխան Սաղաթելյանից, Գառնիկ Դանելյանից, ով մասուր կաֆեում խուլիգանություն էր անում, դրա համար մանդատ չէին տվել, պարոն Ռոբերտ Քոչարյան, ձեր պատգամավորին, մանդատ չէին տվել, որ խուլիգանություն անի։ Հիմա, հարգելի բարեկամներ,
Ռոբերտ Քոչարյանը ասում է, որ մի հոգի է ընդամենը դավաճանել իր թիմը, հա, դες Գեգամ Նազարյանն է, դավաճանել է թիմը։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, իսկ այս Սյունիքի բաները, որ ձեր թիմից էին, քաղաքապետները, գյուղապետները, որ օրը 5 անգամ ներողություն էին խնդրում հրապարակայնորեն Աննա Հակոբյանից, իրենք չեն դավաճանել, թիմը չեմ ասում, ընդհանրապես չեն դավաճանել, Թոխմախի Մեհեր Սեդրակյանի զավակը, ով ձեր թիմի անդամն էր, ստացավ մանդատ, Իմիջայից պիտի հիշեցնեմ ձեզ հարգելի բարեկամներ, որ Թոխմախ թաղամասում հեղափոխական բեմականացման այն ամենաթեժ պահերին այդ թաղամասի տղաները, իսկ դուք գիտեք թաղամասի հեղինակությունը ով է, փողոց էին փագել տալիս, փողոցներ էին փագում եւ փագել տալիս, իսկ ինքը չի դավաճանել, քանի հոգու անուն, այսպես նշենք, պարոն Ռոբերտ Քոչարյան, ու դուք հիմա ուզում եք հելել եք, այս նիկոլական ստի ֆոնին, ինչ որ ձեր ստերն եք գեներացնում, պարոն Ռոբերտ Քոչարյան, Հիմա կողքից լսողը կարող է ասել այ մարդ, ինչ է սկապել Ռոբերտ Քոչարյանից, ինչ է սկապել Նիկոլ Փաշինյանի հետ ձեռքի տված առաքելական եկեղեցու ավանդույթները պղծող Գագիկ Ծառուկյանից, արա ինչ է սկապել, լավ, ինչ ես այդ ժողովրդական լեզվով ասած ջուր լցնում Նիկոլի, հա, այդպիսի մտքեր կան ջրաղացին։ Այսինքն, եթե վաղը, հարգելի բարեկամներ, 2031 թվականին Սամվել Ալեքսանյանը որոշի պայքարել Նիկոլի դեմ եւ դու Սամվել Ալեքսանյանի պայքարը համարես եւ ոչ արդյունավետ եւ կեղծ եւ fake, ուրեմն դու դարձյալ դառնում ես Նիկոլի ուղղակի անուղղակի դառնում ես Նիկոլին օգնող։ Ես Նիկոլին օգնող եմ, դուք էլ Նիկոլին ձեր դեպուտատները օգնող չեն։ Եկեք նայենք թե ոնց եմ ես ապրում, Ստահակ Շան որդիկ, եւ եկեք նայենք թե ինչպես է ապրում Էդգար Ղազարյանը։ Եկեք ուսումնա մի հատ խումբ կազմեք, տեսնենք ես եմ ոնց ապրում եւ ոնց է ապրում Էդգար Ղազարյանը։ Մի կողմից ասում է ռեժիմը հանցագործ է, ես էլ եմ ասում ռեժիմը հանցագործ է։ Ամենասուր քննադատությամբ եմ հանդես գալիս, ինքն էլ է ամենասուր քննադատությամբ հանդես գալիս։ Հիմա քանի 100 Էդգար Ղազարյաններ ես ձեզ ասեմ, հիմա ես եղան Նիկոլ պաշտպանող, դուք Էդգար Ղազարյանի թիմակիցներով, հա, Իշխան Սաղաթելյանի թիմակիցներով, որ 3 միլիոններ պարտեավճարներ են ստանում, Նիկոլին հակառակ են, բայց այս ամենի հետ մեկտեղ, հարգելի բարեկամներ, այս ամենի հետ մեկտեղ։ Իսկապես ծանրագույն վիճակում են գտնվում։ Ես առաջարկում եմ, իհարկե այս առաջարկությունը օդի մեջ էլ այդպես կմնա, կլսենք անցնի առաջ, թող 3 ուժերը, որոնք ընդդիմություն են, հա, իբրև թե ընդդիմություն են, ապացուցելու համար, որ ես սուտ եմ, խոսում, սխալ եմ խոսում, սխալ եմ վերլուծում, սխալ բաներ եմ տարածում, հայտարարեն հետևյալը, որ իրենք ջանքեր չեն խնայելու, որպեսզի իշխանության նախ իրենք միավորում են իրենց ամբողջությամբ ջանքերը, միավորում են իրար հետ, Ծառուկյանը, Մեծարուստ Սամվել Կարապետյանը եւ Դաշնակ Մաշնակը միավորում են իրենց ողջ ռեսուրսները մեկ նպատակի համար։ Պիտի բացահայտվի 18 թվականի կեղծ հեղափոխությունը, պիտի բացահայտվի թե ինչպես է ազգային անվտանգության ծառայությունը իրականացրել եւ ինչի համար, թող ասեն, թող հայտարարեն։ Թող հայտարարեն, որ իրենք ջանքեր չեն խնայելու, բացահայտվելու պատերազմի հանգամանքները, թե ով է Օնիկ Գասպարյանին հրահանգներ տվել, իրենք ջանքեր չեն խնայելու, հրապարակելու, Օնիկ Գասպարյան, Սերժ Սարգսյան, բոլոր հեռախոսազրույցները, ինչպես նաև Օնիկ Գասպարյան, Ռոբերտ Քոչարյանի եթե եղել է, եթե հավատաք Միքայել Մինասյանին եղել է, օքեյ, թող Ռոբերտ Քոչարյանի հետ սղագրությունն էլ բացահայտվի։ Ջանքեր չեն խնայելու, բացահայտվելու համար, թե ինչ հանգամանքներում է խախտվել հոկտեմբերի 10-ի հրադադարը, ջանքեր չեն խնայելու, բացահայտելու այն գործակալների անունները, որոնք ծածուկ ձևով իրականացրել են այս ավատյուրան, այս մեծ հանցագործությունը, որի հետևանքով մի ողջ սերունդ
մի ողջ սերունդ զրկվել է իր կյանքից, թող հայտարարեն։ Եվ նաև հայտարարեն, եթե իրենց պայքարը անկեղծ է, ինչպես կարող է իրենց պայքարը անկեղծ լինել, եթե ասում եմ, հարգելի բարեկամներ, Փաշինյան Նիկոլը 30 միլիոն դոլար Սամվել Կարապետյանի ունեցած վարկը ժողովրդական լեզվով ասած ջրել է։ Փաշինյան Նիկոլ, իմ 2.5 միլիոն դրամ ինչի չջրեցիր։ Բայց Սամվել Կարապետյանի 30 միլիոն դոլարը ջրեցիր, հա? Ապո, ինչի չջրիր։ Վարկը եղել է պարտք Արջին բանկին, բայց այս ամեն դել են դնում կողքի, հարգելի բարեկամներ, մարդեց առևտրային հարաբերությունների մեջ են մտել, էլ իրենց հետ բացարձակապես իրենց միջև որևէ կապ չունի։ Միջև վերջերս կապ կար, 3 միլիոններով փող էին փոխանցում Նիկոլի ֆոնդերին, Կարապետյանի թիմակիցներ, բայց հիմա էլ կապ չունի, հիմա թող բացահայտեն, այս ամեն ինչը թող հելեն հայտարարեն։ Եթե ընդդիմադիր են, թող հելեն հայտարարեն եւ նաեւ հայտարարեն, եթե մենք անցանք պարլամենտ, ընտրությունները կեղծվեցին, այսինքն հարգելի բարեկամներ, այս ընտրական ողջ գործընթացը կառավարվում է Վահագն Հովակիմյանի, Նիկոլի Վահագի եւ Արմեն Սմբատյանի, Սերժի Արմենի կողմից, այսինքն դուք ինչ եք կարծում, մի կողմից դուրս եք գալիս, ասում եք Նիկոլը հանցագործ է, կեղծար է, սա է, մյուս կողմից Նիկոլի Վահագը պիտի դուրս գա, ասի ընտրությունների արդյունքներում Նիկոլը պարտվել, այսինքն կարգին տղա է Նիկոլը, անկեղծ։ Այսինքն Սերժը կարող է ընտրություն կեղծել, Նիկոլի Վահագը չի կարող ընտրություն կեղծել կամ Նիկոլը։ Ինչի՞։ Այդքան շնորհք չունի Նիկոլը։ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը մոտ 2 միլիոն է, արկա բնակչության։ 2 միլիոն 600,000 թիվ են ցույց տալիս այս մարդիկ։ Այդ տեխնիկական բանը անելը հնարավոր չէ։ Պարոն Սամվել Կարապետյան, պարոն Ծառուկյան Գագիկ եւ պարոն Ռոբերտ Քոչարյան, բայց այս ամենի հետ մեկտեղ ու ես ամենի հետ մեկտեղ երբ որ դուք հրավիրում եք մարդկանց, Նիկոլին մեղադրում եք ամենածանր հանցագործությունների մեջ, մարդկանց մեջ տարածում եք այն հույսը, որ Նիկոլը պիտի ընտրություններով իշխանությունը տա, դուք լիցեմերություն եք անում։ Հիմա հայտարարեք, կեղծվելու դեպքում, եթե դուք իհարկե արժանանաք մեծ քվեից, դուք կարժանանաք մեծ քվեի միայն ու միայն այն պարագայում, երբ երեքդ միավորվեք եւ հանդես գաք հետեւյալ հայտարարությամբ։ Հակառակ դեպքում բացառված է ընտրությունները կեղծելու նույնիսկ անհրաժեշտություն չի լինի։ Արփինե Հովանեսյանն ասում է, երբ չեք գնում ընտրությունների, այսպես օգնում եք գործող իշխանություններին։ Տիկին Արփինե, իսկ երբ գնում են ընտրությունների եւ ձայն են տալիս մի ուժի, որը 5 տարի լեգիտիմացնում է Նիկոլին, այդ ժամանակ ում են ձեր լեզվով ասած ում ջրաղացին են ջուր լցնում, հա, հետաքրքիր է։ Այդ ընտրական օրենսգիրքը սահմանադրություն այդ իրավական բազան ձեր ժամանակով է եղել, չէ՞։ Հիմա թե ում ժամանակով է եղել, դնում են կողքի, խոսում ենք ռեալությունից, երբ գնում ես, ընտրում ես 100,000-ներով դաշնակին, ով 5 տարի լեգիտիմացնում են Նիկոլին, ում ջրաղացներ ջուր լցնում։ Հետաքրքիր է։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, պարոն Սամվել Կարապետյան եւ պարոն Գագիկ Ծառուկյան, ձեր ցուցակներում ազգային անվտանգության ծառայության քանի գործակալ կա։ Դուք ո՞նց եք ֆիլտրել։ Ո՞նց եք ֆիլտրել։ Ամեն անգամ, երբ ողբերգություն է տեղի ունենում, ավիակատաստրոֆա է տեղի ունենում, առաջին բանը, որը պահանջում են, որը ընդունված է, սև արկղերն են։ Պարոն Ռոբերտ Քոչարյան, 5 տարի ասում ենք սև արկղեր, ինչ 5 տարի։ 5 տարի հաճում ենք, ասում ենք սև արկղերը բացեք, բայց ամեն անգամ ինչ որ մի Աղվան Վարդանյան, ինչ որ մի տեղից դուրս է գալիս, ասում է հիմա դրա վախտն է։ Հիմա մենք պիտի պատմությունը փոխենք։ Ամեն անգամ, երբ ասում ենք սև արկղերը բացեք ու իմիջիայլոց իրենք սահանում են պատգամավորական լիազորությունների շրջանակներում։ Դուրս է գալիս ինչ-որ մի Թևանյան ասում է Արարատ Միրզյանը փոքր ֆիգուր է։ Արարատ Միրզյանը փոքր ֆիգուր է, որ ես դրա մասին խոսեմ պարլամենտում։ Ամեն անգամ, երբ ասում ենք սև արկղերը բացեք, Տաշիր Սամվել, քո երկրորդ համարը բերանը ջուր առած վեր ընկնում պարլամենտում։ Սա ուղիղ ինչի հետևանք է։ Ինչի հետևանք է։ Ով կարող է հարգելի բարեկամներ այդ ողբերգությունից հետո դուրս գալ ասել ինչի համար է պետք սև արկղեր։ Միայն ու միայն խմած օդաչուի,
քաշած օթաչուի հանցագործ զոքանչը եւ աները։ Իրեն պետք չի սև արխիվը բացել, որովհետեւ բացելու դեպքում այնքան բան է երես դուրս գալու, որ Նիկոլն ու Սերժիկը կորելու են գրողի ծոցը, ձեզ հետ միասին։ Այո, կարող է ավելի վատ լինել դրանից հետո մի քաոս սկսվել, բայց առանց այդ քաոսի մենք ընդհանրապես ոչ մի հույս, ոչ մի շանս եւ ոչ մի իրավունք չունենք գոյատևելու։ 2023 թվականի սեպտեմբերի 2-ին մարդը, ով Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, դուրս է գալիս եւ ասում է շնորհավորում եմ Արցախահայությանը անկախության տոնի կապակցությամբ, ձեր լուր հայացքների ներքո ինչպես բանը, այդ որ ընդդիմադիր դաշտը բանեք, ձեզանով եք արել։ Փոխանակ ասեք, ես ինչ ես անում։ Կազուս բելի է ստեղծում եւ ստեղծվեց այդ կազուս բելին, նաեւ ձեր միջոցով ստեղծվեց։ Երբ բերեցիք են անմեղ սունակին, ով ձեռքը դրեց սահմանադրության վրա եւ ասաց երթվում եմ պայել Արցախի ինքնիշխանությունը եւ անկախությունը, դա այն դեպքում, երբ Նիկոլը պայմանավորվածություն ուներ, արդեն գրավոր, որ Արցախում պիտի զինված հայ տղամարդ չլինի։ Ասում է բան ենք անում, պաշտպանելու ենք անկախությունը։ Պաշտպանեցիր ստահակ, պաշտպանեցիր, քանի միլիոն դոլար եք դուք ձեր խմբով, քանի միլիոն դոլար փող եք դուք ձեր խմբով քերել Արցախի լուծարումից հետո։ Փաշինյան Նիկոլ, 800 միլիոն դոլար վարկը, որ դու ջարել ես, ում փողերն ես, էլի եմ ասում, ում փողերն ես հեչ արել, ում է պատկանել Art-Power SPN, ով պարտք է եղել Արցախի ներդրումային հիմնադրամին 19 միլիարդ դրամ։ Ուշադիր լսեք, այն ստահակները, ովքեր ինձ ասում են իբրև թե ես ինչ որ ջրաղացին ջուր լցնում, դուք կործանված սրիկաներ եք, դուք անուղեղ կործանված սրիկաներ եք եւ կորեք իմ կյանքից, ընդհանրապես իմ տիրույթից, Facebook-յան նաեւ գրողի ծոցը։ Դուք ավելի վատ բան եք անում, քան արել է Նիկոլ Փաշինյանը, լսում եք։ Դուք այդ նույն բաները ինձ ասում եք այդ կեղծ Կիրանցի շարժումից հետո, դուք այդ նույն բաները ինձ ասում եք 2021 թվականին, երբ կրում էիք, դուք այդ նույն բանը ինձ ասում եք պատերազմի ժամանակ, ստահակներ, երբ ես միակ մարդն է այդ ռեժիմի խստացումից հետո, երբ դուրս եկա ասեցի 40,000 մարդ էր նայել իմ այդ բանը, տեսաուղերձը, այնքան վախկոտ եք, որ դուք նույնիսկ տարածում եք այդ տեսաուղերձի կեսը կտրել եք, միայն կեսն եք տարածում, որտեղ ես խոսում էի պատերազմի դեմ։ Դուք այդ նույն մարդն եք, դուք այդ նույն խմբերի ներկայացուցիչներն եք, տարբեր դեմքերով, տարբեր ձևերով, տարբեր սեռերով, սեռական ինչ-որ պատկանելություն, նույն մարդիկ եք դուք։ Ես ասել եմ եւ ասում եմ, ես անհուսալի լավատես եմ, եւ գիտեմ, որ ես կեղտը սա մաքրվելու է, որ այս հողի վրա արև է դուրս գալու, բայց կարճաժամկետ ես անհուսալի վատատես եմ, որովհետեւ տեսնում եմ, թե ես մենք ինչի հետ գործ ունենք, թե ովքեր եք դուք, խիղճ չունեցող, ուղեղը անջատած, Աստված մարդուն քթիցակ տվել է ոչ միայն շնչելու համար, ուղեղն անջատած, խմբակային շահի հետևից վազող շակալներ, բայց ձեզ պետք է բուժել, եւ ձեզ կբուժի միայն ու միայն ճշմարտությունը եւ զղջումը, միայն ու միայն ճշմարտությունը եւ զղջումը։ Այսքանը։